տեխնիկական առումով համարագիրը վերջնական տեսքի բերելու որքան ժամանակ է պահանջվել, որքան ժամանակում պիտի այսպես ստորագրությունները հավաքվի եւ ինչպես դուք նշում եք 6 միլիարդ դրամ խնայողություն է եւ 3 դրամ պիտի իջեցվի դրա սակագինը, իսկ դա որքան վիճակագրական տվյալ կա կամ հաշվարկել եք որքան ժամանակ հետո օրինակ ոսանքիչները մարդկանց համար նորից փոփոխության պետք է ենթարկվի, որտեղ ինչպես գործընկերությունից Նիկոլ Սարգսյանն նշել է կանոնավորություններից ելնելով պետք չէ փոփոխել եւ որ 3 տարի հետո նորից խնդրի առաջ չկանգնի, ինչքան ժամանակահատվածի Ուրեմն պատասխանում ես հարցին։ Սկզբից հասկանանք, թե ինչ է նշանակում կոռուպցիաների նվազում, որի արդյունքում ձևավորվել է այս գումարը։ Հեծը 10 տարիների ընթացքում կատարել է հարյուրավոր միլիոն դոլարի ներդրում, տաշիր կապիտալը հեծում։ Այդ ամեն ինչի հետևողական աշխատանքի, վերազինումների, նույն կիլովատների գողությունների կանխման, ներքին այլ հարցերը լուծելու արդյունքում գոյություն է ունեցել մի այնպիսի համակարգ, որ կարողացել է այնպես անի, որ նվազեն կոռուպցիաները։ Հիմա, եթե այդ աշխատանքը, որը որ կատարվել էր տաշիր կապիտալի կողմից, չպահպանվեն, բնական է, կարող այդ կոռուպցիաները ասենք ոչ միայն նվազեն, այլ այդ կոռուպցիաներն ավելանան։ Բայց մայիս ամսին, երբ որ տաշիր կապիտալը դիմել էր սակագինը վերանայելու համար, իրենք եղել են վստահ, որ իրենք կարող են այս ամեն ինչը պահեն ու կոռուպցիաները ոչ միայն ժամանակավոր նվազեցնեն, այլ այդ կոռուպցիաների նվազումը երկարաժամկետ պահել։ Այստեղ մի շատ կարևոր հարցեր մենք պետք է անդրադառնանք, որ Սամվել Կարապետյանը երբ տարիներ առաջ ձեռք էր բերել հեծը, մինչ օրս չի եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Մինչ օրս ոչ մի դեպքում չի եղել էլեկտրաէներգիայի գնի բարձրացում ու շատ կարևոր ազդակ է ու երբ որ մայիսին դիմել են վերանայելու համար, որ ոսանքի սակագինը էլի իջնի, դա նույնպես շատ գովելի հաստ է տաշիր կապիտալի կողմից, որ մարդիկ փոխանակ բարձրացնեն, բոլորը շատ լավ գիտենք, որ կյանքը ոչ թե օրեցօր այլ տարեց տարի թանկանում է, բայց հոսանքի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երկար տարիներ վճարել են նույն գինը առանց ոչ մի ցենտ լումա թանկացման։